Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Բոլոր որոշումները մի ամբողջ նկարի մեջ նայելու ձեր խոսքին լրացնելով մի միտք եմ ուզում ասել, որը վերաբերում է անցած բոլոր տարիներին։ Իհարկե, պարոն Գրիգորյանը արդեն նշեց, որ գիտենք, որ այս բոլոր որոշումների նպատակը նա է, որ մեր բնակչությանը հասնի սննդի անվտանգության տեսանկյունից ապահով մսամթերք եւ այն հնարավոր հիվանդությունները, որոնք կարող են կենդանիների մորթի պարագայում փոխանցվել բնակչությանը, կանխվեն։ Եվ մեր վերջնանպատակը իրացված կհամարվի, երբ որ դա տեղի ունենա։ Ցավոք, այսօր էկոնոմիկայի նախարարության կողմից եկուցող տեղեկանքի վերաբերյալ կամի տվյալ, որը հուշում է, որ մենք հեռու ենք դեռ այդ նպատակից։ Այդ տվյալը նրա մասն է, որ տարեկան մորթի է ենթարկվում 220,000 խոշոր եւ ջրավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22,000, այսինքն ընդամենը 10%։ Հիմա եթե մենք գնանք կարճ ճանապարհով, ապա դրա ամենաճիշտ կարճ ճանապարհը նա կլիներ, որ գնայինք տեսչական գործառույթը, որի մասին դուք էլ նշեցիք, ուժեղացնենք եւ շուկայում, որտեղ միսա շուկայահանվել, թույլ չտայինք, որ սպանդանոցով չբերված եւ ապահով տրանսպորտային միջոցով միսը հանվի եւ վաճառվի մարդկանց։ Բայց դա կլիներ ժամանակի տեսանկյունից ժամանակավրեպ, որովհետեւ ենթակառուցվածքը չկար։ Եվ մենք մեզնից կախված բոլոր որոշումները այսօր մտածում էի ինչ չենք արել։ Վարկավորումը էժանացրել ենք, որ սպանդանոցները ձևավորվեն, տոկոսները սուբսիդավորվում ենք։ Լիզինգի հնարավորություն ենք տվել, ասենք առաջարկի կողմից ով որ կգնա սպանդանոց կառուցելու, կտանի 20% լիզինգային վճար կատարելու վարկային կազմակերպության, այդ 20%-ի 16%-ային կետը մենք ենք սուբսիդավորում։ Անհատույց դրամաշնոր ենք տալիս։ Հետո եկել ենք, ասել ենք գնի առաջացման ժամանակ ինչ նախանգարում, ավելացված արժեքի հարկ նախանգարում, որովհետեւ ավելացված արժեքի հարկի եւ շրջարկի ռեժիմների մեջ տարբերություն չառաջանա, ավելացված արժեքի հարկի 3/4-ը, որը 20%-ի 15%-ային կետն է, վերադարձնում ենք սպանդանոցային մոտ իրականացնող տնտեսվարող սուբյեկտին։ Հիմա եկել ենք, ասում ենք, էլ ինչ նախանգարում, ասում ենք մարդկանց համար ծախսա, որ 10,000 դրամ են տալիս սպանդանոցային մորթի համար, չնայած ես հիմա մտածում եմ, որ սա շատ կարևոր որոշում է այսօր ինչ որ մենք կայացնում ենք, որովհետև ոչ միայն սպանդանոցում մորթի համար են 10,000 դրամ տալիս, եթե գյուղացիները գիտեն, եթե մարդ են կանչում, որ մորթի կենդանին տան անվճար չի մորթում, այսինքն այդ իր ծառայությունն էլ արժեք ունի եւ հանվում է ամսի արժեքից։ Այո, եւ սա իմ կարծիքով այն ամենավերջին որոշումն է, որ մենք կարող էինք կայացնել։ Եվ սրանից հետո մարդիկ իրականում պետք է մի հատ այս ամբողջը գնահատեն եւ պահանջարկի կողմը եւ առաջարկի կողմը մեր հնարավոր բոլոր աջակցության եղանակներով լրացված են։ Մինչ որ ժամանակ կարող ենք հետեւել ընթացքին, բայց ես նաեւ այս հարցի քննարկման ժամանակ եմ գործընկերներին խնդրել հետեւել թվերին, որովհետեւ եթե պարզվի, որ որոշումը կայացնելուց հետո այդ 22,000 սպանդանոցային մորթի ենթարկվող քանակի էական ավելացում չենք արձանագրել, նշանակում է իրավիճակը թողնում ենք նույնը, 10% սպանդանոցային մորթի է ենթարկվում, 90% առանց սպանդանոցի հասնում է շուկա, եւ մենք վճարում ենք պետական բյուջեից 200 միլիոն դրամ նրանց, ովքեր երեք էլ սպանդանոցով էին մորթում։ Մի կողմից լավ է, որովհետեւ ովքեր ավելի կարգապահ օրինապահ էին, հետևում էին մեր կարգավորներին, խրախուսում ենք, բայց մյուս կողմից մարդկանց հասնող մսի անվտանգության իրավիճակը շատ չի փոխվում։ Դրա համար ես կարծում եմ շատ կարևոր է, որ մենք սրան զուգահեռ նաեւ տեսչական գործառույթի որոշակի խստացման պլան ունենանք, ոչ թեկուզ անմիջապես, բայց մեր տեսադաշտում, որովհետեւ այնտեղ էլ պետքա մենք համարժեքորեն լրացնենք կարողություններով։ Մենք շատ հաճախ հետո գնում ենք ասում ենք, բայց մեր կայացած որոշումների արդյունքում ինչի տեղում իրավիճակը չի փոխվում, պարզվում է, որ տեսչական գործառույթին բավական ռեսուրս չենք հատկացնում, ուշադրություն չենք դարձնում, պահանջները այնպես խիստ չենք ձևակերպում, դուք ասեք, դուք եք ձեր խոսքում նշում 2 օր պահում ենք, հետո մոռանում կամ ասում դե լավ, ուրիշ կարևոր հարցեր կան, բայց այս բոլորը պետք է մի նկարի մեջ հավաքենք, ես հույս ունեմ, որ այս տարվա ավարտին, որովհետև հիմա այս հաջորդ 6 ամիսը շատ կարևոր է, աշնան ձմռան կողմա գնում, պետք է էական թվերի բարելավում արձանագրենք։ Սա ուզում էի մեկ նկարի մեջ ասել էլի այս ամբողջը։ Պարոն Խաչատրյան, այո եւ եւս մեկ անգամ այո, բայց ես ուզում եմ երկու հանգամանք լրացնել, այսինքն ոչ թե լրացնել, այլ զուգահեռ երկու բանի մասին խոսել։ Առաջինը մենք որոշումները պետք է կայացնեինք եւ գնայինք առաջ
որպեսզի հաջորդ փուլի խնդրումը տեսնեինք։ Նախորդ ոչ մի կետում չկա այնպիսի դիտակետ, որից մենք նայենք եւ բոլոր խնդիրները տեսնենք։ Դա տեսություն է, չի լինում տենց բան։ Այսինքն, որովհետեւ պրակտիկ կյանքը մեկը ամենալավ որոշման մեջ որոշումը այդ կյանքի վրա նստածնելու համար ինքը ունի բազմաթիվ նրբություններ, որ դու պետքա գնաս ճանապարհը, որ ճանապարհին տեսնես ինչ խնդիր կա, որովհետեւ այդ ճանապարհը ոլոր-մոլոր է։ Ինքը սենց մեր որոշումները ուղիղ են սենց, սենց ուղագից եւ ուղաձիգ են։ Իսկ ճանապարհը ոլոր-մոլոր է, բարձանում է, իջնում է, այսինքն մեր որոշումը պետքա այդ ոլոր-մոլոր ճանապարհների վրա կարողանանք կարգաբերենք։ Եվ երկրորդը, ինչքան էլ ինձ ստիպել է, որ այսօր այս մասին կառավարության նիստում չխոսայի։ Ուրեմն կա մի առարկա, էական չի ինչ առարկա, որ ես իմ աշխատասենյակում ամեն օր օգտագործում եմ, եւ այդ առարկան գտնվում էր իմ աշխատասենյակի մի դարակում։ Ես ասենքը 3, 4, 5, 6 տարի այդ առարկան ամեն օր վերցնում եմ այդ դարակից։ 2 ամիս առաջ, չգիտեմ ինչ պատճառով, ինչ որ մի պատճառով, ես այդ առարկան որոշեցի այդ դարակից վերցնել, դնել մի ուրիշ դարակը, որը մյուսից 3 մետր այն կողմա գտնվում նույն սենյակում։ Եվ ես ուղիղ 2 ամիս ամեն օր այս առարկայի հետևից գնալիս, եթե ինքս ինձ նախապես չեմ հիշեցնում, ասեմ հիշի, որ այն առարկան այլևս այդ դարակում չի, այսինքն ռուտինով գնում եմ, բացում եմ այն հին դարակը, տեսնում եմ այդ առարկանը տեղ չի, նոր հիշում եմ, որ դա իրականում է մյուս դարակում է։ Եվ ես իմ առաջ էքսպերիմենտ եմ անում, ասում եմ հետաքրքիր է, ինչքան ժամանակ կանցնի, որ ես գնամ, էլ առաջի դարակը չբացեմ, գնամ միանգամից երկրորդ դարակը բացեմ։ Հասկանում եք, այս մեր բոլոր որոշումները կապ ունեն նաև սրա հետ, մենք սա պետք է հասկանանք։ Մենք այդ առարկան այս դարակից հանում ենք, դնում ենք այս դարակը։ Եվ մարդկանց ասում ենք, Ժողովուրդ ջան, հիմա այս բաժակը ոչ թե այս դարակից ենք վերցնում, այլ վերցնում ենք այս դարակից։ Բայց մենք ռեֆլեքսով հələ շատ երկար ժամանակ գնալու ենք այս դարակն ենք բացելու։ Հասկանում եք, մենք կառավարումը հնարավոր չի լինի, եթե մենք այս գործոնը հաշվի չառնենք։ Այս հետաձգումները, որ ես ասում եմ, մենք բան ենք, հետաձգման աշխարհի չեմպիոն ենք, գիտեք ինչի՞ց է։ Որովհետև 4 անգամ գնում ենք, մոռացած այս դարակը բացում ենք, ներվայնանում ենք, ասում ենք, լավ եկեք հետ դնենք այս դարակը, լավ բան չկա, չի ստացվում։ Ես դրա համար եմ ասում, որ լուծումը հետևականն է, որ մենք ասենք, չէ, մենք ճիշտ ենք որ այս դարակից այս դարակն ենք դրել, եկեք այս գլխից ինքներս մեզ ասենք, որ մենք հələ 100 անգամ գնալու ենք այս դարակը բացենք, տենանք չկա, գնալու ենք նոր այն դարակը, միջև մեզ համար այդ ձեռքբերովի ռեֆլեքս չդառնա, որ սա այլևս այս դարակում է, այդ հարցը չի լուծվելու։ Ստեղ խնդիրը էս է հենց այսպիսին է, որ գնանք որոշումը կայացնենք, գնանք էլի այդ դարակը բացենք, ասենք հոп մի րոպե։ Մենք ուրեմն ինչ որ բան պետք է այստեղ հիշեցնող բաներ դնենք։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, 5-րդ անգամ, 6-րդ անգամ, միջև արդեն առանց մեզ լարելու ինքնաբերաբար կբացենք այս երկրորդ դարակը։ Սա շատ կարևոր բան է մեր աշխատանքում, առանց այս հանգամանքը հաշվի առնելու մենք չենք կարող բան անել։ Դրա համար այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել։ Էլի ես կարծում եմ, այնտեղ որտեղ մենք համոզված ենք, իսկ շատ տեղեր այս դեպքում մենք համոզված ենք։ Հնարավոր չի սպանդանոցի դեպքում մեկ էլ մի օր մեկը մի այնպիսի փաստար կանի, մենք ասենք, հա էլի ճիշտ է անում, եկեք հետ պատտենք։ Այո, սխալվել ենք, մարդկանց ասել ենք, վայ, այսօրվանից սպանդանոց ալնելու, մարդիկ գնացել են ներդրում են արել, հետո հետևական չեն եղել, այդ կարմիր սպանդանոցները կառավարության քաղաքականության հետևից գնացած ներդրում արած մարդիկ են, որ գնացել են ներդրում են արել ու տենց մնացել են, փող են ծախսել։ Բայց հիմա ես նաև դրա համար չեմ նեղվում, որ այդ մարդկանց այդ իրաց բաց թողած օգուտը վերադարձնելու հնարավորություն ենք տալիս։
Ու դա էլ է նորմալ։ Եվ մենք բոլոր հարցերում պետքա սենց հետևողական լինենք։ Ոստիկանության պարագայում, այո, պետքա գնանք, նորից նայենք, էլի պետքա հետևողականություն, այնտեղ որտեղ մենք ունենք սկզբունք, որտեղ մենք ունենք ռազմավարական պատկերացում եւ ռազմավարական որոշում, պետքա պարզապես լինենք հետևողական։ Չմտածենք, որ մի որոշումը մենք այդ հարցը լուծելու ենք։ Որոշումը պետքա դառնա կյանք, իսկ որպեսզի դառնա կյանք, մենք այս դարակը բացելու պետքա հասկանանք, որ մեզ անհրաժեշտ առարկան այլևս այդ դարակում չէ, մյուս դարակում է, որպեսզի դա դառնա իրականություն։ Եվ հետեւաբար ես եմ չէ անընդհատ բանանում, կառավարության նիստերին նեղվում եմ, ես չեղավ, բայց նիստից հետո ես այդ խոսակցությունը ինձ հետ շարունակում եմ, չէ, հետո հասկանում եմ, որ հա ինչքան էլ թռնենք վերև, իջնենք ցած, մեկը լուծումը հետեւողականությունն է։ Այդ իհարկե այդ ընթացքում տասնյակ նրբություններ կան։ Տեսչական գործառույթը ոնց է, էլի տեսչական գործառույթն էլ էլի դարակի հարցը։ Ոնց կարա սենց բան լինի, կներեք, էլի 1000 ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանքով որևէ մեկի անմեղության կանխավարկածը բան չանելով, էլի, չխախտելով։ Նա մեզ ասում է, բայց ոնց կարա այդպիսի բան լինի, չէ՞։ Ոնց կարա այդպիսի բան լինի։ Ասենք այս դահլիճում առնվազն տեսչական գործառույթի հետ կապված 1000 հատ քննարկում ա եղել, փակ, բաց եւ այլն։ Ոնց կարա տենց բան լինի, այս դահլիճից մարդուն ասենք տանենք այնտեղ ու ասենք տենց արագության մեջ, էլի այդ արագության մեջ այդ բանը չես հասկանում, ինչն է բան։ Ասենք փող տված լինի այդ աշխատանքին գնալու համար, ասես հա, դե հիմի թող գնա ցուցմունք տա, ասի, դե քանի որ տվել էի, հիմա ստիպված ամենայն չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը խախտեմ։ Դրա համար շատ չեմ կոնկրետացնում։ Բայց հասկանում եք, սրանք բաներ են, որ ուղղակի սովորական բանաձևերով ոչ մի փորձագետ մեզ չի կարա բացատրի դա։ Ոչ մի փորձագետ մեզ չի կարա։ Մենք դա ինքնուրույն պետքա հասկանանք։ Ինքնուրույն տանջվել, տառապելով պետքա հասկանանք, որտեվ դա մեր խնդիրն է։ Կներեք էլի երկարացնելու համար կան այլ դիտարկումներ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, սպանդանոցային կետի հետ կապված կարևոր է նաև նշել, որ համայնքները եւս հնարավորություն ունեն համայնքը պատկան սպանդանոցներ կառուցելու, այդ ավելյալ եկամուտները իրենց համար կեներացնելու։ Միայն մասնավորի մասը չէ, եւ մեր մոտ Շիրակի մարզում Աշոց համայնք եւ Արտիկ համայնքը արդեն նախաձեռնել են համայնքապատկան սպանդանոցներ ունենալու, հավելյալ եկամուտներ եւս կեներացնելու համար։ Պարոն Պապյան, ճիշտ եմ, չի հասկանում, որ այս դեպքում այս սպանդանոցը համայնք համե 10000 դրամը կստանա, համել են 3% ընթացակարգային ծախսերի։ Այո, պարոն վարչապետ, եւ էլի այս ծրագիրն էլ ձեր հանձնարարականով եղել, երբ որ սուբվենցիայի շրջանակում համայնքներն հնարավորություն ունենան օգտվել այս եւ կառուցել սպանդանոց։ Հա, սա ճշգրիտ են որոշումներից, հա, որ մենք այս դահլիճում որոշումը կայացրել են, գնացել են գյուղ։ Տեսնենք ոնց է աշխատում, հետ ենք եկել, էլ ենք որոշում կայացրել, գնացել են գյուղ կամ բնակավար եւ այդպես շարունակ։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված